Պարոն Պետրոսյան, բաժանորդների ով խմբերի համար են փոխում սակագների եւ ինչ պատճառով։ Բոլոր բաժանորդների, բոլոր նոր բաժանորդների որոշումը ինչպես նշվեց, ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից, ենթադրում եմ վաղուանից, ու բոլոր մեր քաղաքացիները, ովքեր որ սկսած արդեն վաղվանից նոր դիմում հայտեր կներկայացնեն իրենց սպառման էներգահամակարգ բաշխման ցանցին միացնելու, այսինքն նոր բաժանորդ դառնալու, արդեն վճարները կկատարվի նոր սակագներով, մինչև 40% ավելի ցածր սակագներով, առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման այդ գործակիցները կվճարեն գրեթե 55 մինչև 55% ցածր գործակիցներով։ Սա միայն բնակիչ բաժանորդների մեծարագրելով, թե նաև իրավաբանական։ Չէ, իրավաբանական անձանց նաև, հանրային մասի եւ ֆիզիկական անձանց բոլորին, բոլոր նոր բաժանորդներին անկախ իրենց իրավակազմակերպական ձևից։ Միջոցները, ուրեմն խնայված միջոցների հաշվին իրականացվել այս բարեփոխումը եւ թե ներդրումային ծրագրերի եւ թե պահպանման, սպասարկման ծախսերի, ուրեմն գործունեության ընթացքում ներգրավված նոր գործիքակազմերի, այդ թվում թափանցիկ, բաց մրցույթների արդյունքում գնահարցումների, շուկայի գնանշումների եւ լայն նոր տնտեսվարողների ոլորտում արտադրող, ներգրավման արդյունքում մեզ հաջողվեց գործունեության ինքնարժեքները իջեցնել մինչև 40-50, շատ դեպքերում 60%-ով եւ ահա այդ ահռելի միջոցները մենք ուղղում ենք մեր բնակչության քաղաքացիների համար կենսական կարևոր հարց լուծելու այդ ոլորտում էական բարեփոխում անելու նպատակին։ Որքանով ֆինանսապես կայուն այս ժամանցում եւ հանձնաժողովը ինչպեսի գնահատական է տվել, արդյոք հնարավոր է այն առանց ֆինանսական բեռի պահպանել նաեւ հետագա տարիներում։ Ես ցանկանում շնորհակալություն հայտնել նաև հանձնաժողովին, բոլոր անդամներին եւ նախագահին, քանի որ այս բարեփոխումը բնականաբար թե ինստիտուցիոնալ առումով անհնար կլիներ առանց իրենց գործունեության, ինչպես նաև մասնագիտական նաև խորհրդատվությունների եւ համատեղ աշխատանքի ՀՑԿՀ եւ ՀԵՑ ամիսների արդյունքում ստացվեց իրականացնել այս բարեփոխումը։ Ֆինանսական տեսակետից այսօր ՀԵՑ-ի վիճակը բավականին լավ, կայուն եւ հեռանկարային վիճակում է գտնվում ՀԵՑ-ը։ Հիշեցնեմ, որ մենք շուրջ 47 միլիոն դոլարի համարժեք վարկային պարտավորություններ ենք մարել, այդ թվում 21.5 միլիոնը վաղաժամկետ կարգով ենք մարել, մնացածը պլանային, ինչպես նաև մի շարք ցանցի վերազինման նախաձեռնություններ ենք արդեն իսկ սկսել կյանքի կոչել, որոնք որ նախկին շրջանում, ինչպես նաև ներդրումային ծրագրով նախորդ տարիներին նախատեսված չէր։ Բոլոր այդ միջոցները մենք ուղղում ենք բացառապես ՀԵՑ-ի սեփական միջոցներով, բոլոր այդ նախաձեռնությունները իրականացվում են առանց 1 դրամ լրացուցիչ վարկային միջոց ներգրավելու եւ բացառապես ֆինանսատնտեսական արդյունավետ կառավարման արդյունքում։ Վաղվանից եղավ ուժի մեջ մտնում։ Այսօր եթե կհրապարակվի որոշումը, վաղվանից ուժի մեջ կմտնի, այո։ Պարոն Պետրոսյան, ձեր պաշտոնավարներով կապված մամուլում այսօր դարություն չգիտեմ հասցել եք տեսնել թե ոչ, ձեր պաշտոնավարման ժամկետի հետ կապված տարածվեց, որ մինչև ամառ եք պաշտոնավարվելու, այս մասով ձեր բարձրաբանում։ Կարողին է որոշում արդեն։ Տեսեք, դա որոշման հարց չէ, ես վարչական ակտով եմ նշանակվել օրենքի ուժով եւ իմ կարգավիճակը ենթադրում է ՀԵՑ-ի պետականացման գործընթացի ամբողջական ավարտ մինչև պաշտոնավարել այս կարգավիճակում։ Այսինքն այդ շրջափուլը ելնելով օրենքի կարգավորումներից կարող ենք ենթադրել, որ դեռևս մի քանի ամիս կտևի։ Հիմա պարզաբանում, քանի որ ունենք նաև վարչական դատարանի վճիռ, որով դատարանը պարտադիր էր կառավարության լիազոր մարմնին տկենին ձեռնպահ մնալ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումից մինչև մայիսի 25-ը, այսինքն ծանուցման պահից եռամսյա ժամկետ էր տվել սեփականատերի ներկայացուցիչներին, որպեսզի բանակցությունների հնարավոր սակարկումների արդյունքում գործարք տեղի ունենա եւ ՀԵՑ-ի 100% բաժնետոմսերը անցնեն պետական սեփականության եւ միայն մայիսի 25-ի դրությամբ, եթե նմանատիպ գործարք տեղի չունենա, ապա արդեն կմտնենք նոր հանգրվան, որը ենթադրում է արդեն կառավարության որոշմամբ հանրային գերակա շահի ճանաչում եւ եւս մի քանի ամիս կպահանջվի անկախ փորձագիտական լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքը գնահատելուն։ Եվ ահա օրենքը սահմանում է ռեզիդենտ ընկերություն, այո։
եւ ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատման արդյունքում ստացված արժեքը գումարած 15% փոխհատուցում որպես Սահմանադրության 67 հոդվածի համաձայն փոխհատուցելով սեփականատերին բաժնետոմսերը կպետականացվեն։ Պետականացումից հետո արդեն կառավարության համապատասխան մարմինը որպես լիազոր մարմին պետք է դիմի ՀՑԿՀ նոր լիցենզիա ստանալու։ Այն պահին, երբ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հեծին բաշխման նոր լիցենզիա կտրամադրի, արդեն այդ իսկ վարչական ակտով ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեցվեն։ Բայց համեն դեպքում ձեզ որտեղ եք տեսնում այստեղ, թե կուզեք վերադառնալ ձեր նախկին աշխատանքի որտեղ։ Այս պահին ես իմ լիազորությունները իրացնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության, այդ շրջափուլից հետո որտեղ որ վարչապետը թիմը կորոշի այնտեղ կշարունակեմ գործել։ Շատ քննադատվեց, ճիշտ է, ես հարցը հնչեցրի յուրայինի հետ կապված ձեզ համար անհետեթ էր, բայց ես հիմնավորեմ, քանի որ քննադատություն կա, ասում ինչպես է ստացվում, որ օրինակ համայնքապետի թեկնածու ձեր թիմակիցները ԿՊԱ-կան, որոնք այդպես է չդարձան համայնքապետ, ժողովրդին է ձայն չտվեց, Խարաքարում, Գյումրիում, Գյուլնազարյանը, Գյումրիում, Բյուրեղավանում, ես կարող եմ նաև օգնել այդ հարցում։ Ոնց է ստացել, որ իրենք են նշանակվել հեծի հետ կառույցների։ Դա շատ բնական գործընթաց է։ Կապ չունեն հեծի հետ առհասարակ։ Այսինքն ով հեծում սկսում է աշխատել, պետք է որևէ կերպ կապ ունենար հեծի հետ առհասարակ։ Գիտելիքների համար կամ կառավարման գիտելիքներ։ Կառավարման գիտելիքներ։ Ձեր նշած անձինք եւ ոչ միայն այդ անձինք իմ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, իսկ առհասարակ վերջին տասնամյակներին ես հանրային քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել եւ իմ գրեթե ողջ շրջապատը հանրային քաղաքական գործունեությամբ է ներգրաված, այդ թվում նաեւ ճնշող մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ են։ Եվ ահա հայեցողական պաշտոններում, որը ենթադրում է նաեւ անձնական վստահություն, կառավարում որոշակի փորձ, հանրային գործունեության նաեւ ունակություններ, ես դիտարկել եմ այդ մարդկանց այդ կարգավիճակներում, ինչ նաեւ պաշտոնի անձնագրերի պահանջներին խիստ համապատասխան է։ Իսկ ինչ մնում է էներգետիկ, տեխնիկական եւ նեղ մասնագիտական մյուս ստորաբաժանումներին, ես ձեզ հիմա պատասխանատու կերպով ասեմ, գուցե ձեզ համար դա նորություն լինի, որ տեխնիկական տնօրինությունը սկսած տնօրենից գլխավոր տնօրեն տեղակալ տեխնիկական տնօրեն իր տեղակալներով եւ մինչեւ իսկ մասնաճյուղերի եւ հեծի մի քանի տասնյակ այլ ցանցերի գլխավոր ինժեներներ 90%-ով մնացել են նույն կադրերը, ովքեր որ ժամանակին նշանակվել են կամ սեփականատերի կողմից, կամ մինչև նույնիսկ Տաշիր ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումը նախկին շրջանում արդեն աշխատել են հեծով։ Այսինքն մասնագիտական բուն, ինժեներական, էներգետիկ փորձառություն ու գիտելիք եւ կրթություն պահանջող պաշտոններում հիմնականում նույն կադրերն են մնացել կամ նոր համալրումներ են եղել բացառապես թափանցիկ մրցույթային գործընթացների, այդ թվում նաև աշխատանքային կենսագրություններ հավաքագրելու կադրային բանկ ձևով եւ բանկից ընտրելու միջոցով։ Իսկ այն պաշտոններում, որոնք ենթադրում են հայեցողություն, որոնք պահանջում են նաև անձնական վստահություն եւ թիմայնություն, այդ պաշտոններն բնականաբար նշանակվել են իմ թիմակիցները, ում հետ որ ես ճանապարհ եմ անցել, անցնում եմ եւ անցնելու եմ։ Դրանում ոչինչ չկա զարմանալու։ Պարոն Պետրոսյան, ձեր թիմակիցների հետ Գյումրի եք գնացել ավտոյերթով, հա, եւ կադրերն վերում է, որ այդքան են բազմամարդ չէր։ Հիասթափություն կա, թիմում քննարկում եղել է։ Որ կադրերից եք դուք եզրակացրել բազմամարդ չէր։ Նաեւ ձեր հրապարակած կադրերից իմ հրապարակած ներկայացնեմ կադրեն ոչ թե անձանց, ձեր ԿՊ-ի կողմից հրապարակած կադրերից, որ բազմամարդ չէր ամեն դեպքում։ Տեսեք, ավտոյերթը եկած մարդիկ ասում են կեսից պտտվել հետ են գնացել եւ այլն։ Իմ ընկալումներով եւ նաեւ իմ ներգրավվածությամբ ես կարող եմ ասել, որ բուն կուսակցական ակտիվի մասով որևէ կազմակերպված, որևէ մոբիլիզացիայի քայլեր եւ հրահանգներ չի տրվել եւ այդ համատեքստում երթին մասնակցել է 1200-ից 1500 ավտոմեքենա տարբեր գնահատականներով։ Այդ ցուցանիշը մասնապես ինձ համար բավականին լավ ցուցանիշ է եւ նաեւ մեր հանրապետության մասշտաբների առումով 1200-ից 1500 ավտոմեքենով երթ անելը դա բավականին ցցուն ազդակ է քաղաքական թիմայնության համախոհության։ Կոնկրետ համերգային ծրագրի մասով, ելնելով նաեւ եղանակային պայմաններից, անձրևից եւ այլն, այն քանակի քաղաքացիները, որոնք որ հավաքվել էին Վարդանանց հրապարակում, ինձ համար դա բազմամարդ էր,
որևէ հետևությունների կամ, չգիտեմ, սակավաթիվ լինելու որևէ քննարկում չի եղել կուսակցությունում եւ ձեզ ավելին ասեմ, շուտով արդեն մայիսի 8-ին, երբ համապետական քարոզարշավը կմեկնարկի, մենք գրեթե ամեն օր կամ օրու մեջ մարզ կենտրոններում նման հավաքներ ունենալու ենք եւ այդ մարզային քարոզարշավի շրջանակներում 2 օրը մեկ, 3 օրը մեկ, գուցե ամեն օր նաև մարզ կենտրոնի հրապարակում հանրահավաքներ են տեղի ունենալու մեր նախընտրական շտաբի ուրեմն նախաձեռնությամբ եւ այդ քանակը ովքեր որ հավաքվել էին Վարդանանց հրապարակում շատ նորմալ եմ համարում, որևէ այսպես ասած կատաստրոֆա չկար դա։ Իշխանությունները հաշվում են դիմության հանրահավաքի մասնակիցների թիվը փորձում է քիչ ներկայացնել, բայց իրենց սեփական չէ, դրա համար է հարցը նաև։ Օրինակ ազատության հրապարակում։ Տեսեք, մեր երկրում կուսակցության հանրահավաքը, որը բազմամարդ մեր երկրում մամուլ այնքան ազատ է այսօր։ Մեր երկրում խոսքի ազատությունը չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ, որ ցանկացած մեկը կարող է պարզապես մոնիտորի առջև նստի ու հաշվի, թե որ քաղաքական ուժը քանի հոգի մոբիլիզացրեց կամ հրապարակ հանեց, այսինքն այդ առումով թե ովքեր ինչ թիվ են հրապարակում եղել, ճշմարտություն, որը դուք կարող եք ինքներդ վերհանել եւ ինքներդ էլ հետեւություններ այդ մասով որը մեկնաբանություն չունեմ, կարծում եմ ամփոփ ենք սրանով։ Պետության վաճառքի հետ կապված արդեն ըստ էության եղել են որևէ քննարկումներ սեփականատերերի հետ անմիջականորեն գնի եւ այլ պայմանների հետ կապված եւ եթե մայիսի 25-ն է սահմանվել վերջնաժամկետ, արդյոք մինչեւ այդ պահը գործարքը պիտի կայացվի, ներբայարեն թե կարող է եւս այդ ժամկետը ինչ պայմաններով երկարաձգվել։ Օրենքը սահմանում է երամսյա ժամկետ եւ դատարանը նաեւ վճռեց, որ երամսյա ժամկետը պետք է հաշվարկել սեփականատերի ներկայացնի կողմից պաշտոնապես ծանոթացված լինելու պահից դա փետրվարի 25-ն էր, այսինքն երամսյա ժամկետը ավարտվում է մայիսի 25-ին։ Մայիսի 25-ի դրությամբ պետք է տեղի ունենա գործարքը, եթե տեղի ունեցած չլինի եւ պետական գրանցում ստացված չլինի, ապա օրենքի սահմանված կարգով կանցնենք վերջին հանգրվանին, դա Սահմանադրության 67 հոդվածով հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացն է։ Հիմնական ինչ-որ հանդիպումներ կամ ասենք տամակագրություն ըստ էության է։ Ես ի պաշտոնե ներգրաված չեմ այս գործընթացները, որովհետեւ իմ խնդիրը այլ է, այդ մասով բանակցության կողմերն են կառավարությունը եւ սեփականատերը կամ իրենց ներկայացուցիչները։ Իդեմս կառավարության տկեն նախարարություն որպես լիազոր մարմին, այո։